Դեռ 1 տարի առաջ Star News-ը հայտնել էր, որ հաղորդավար Արման Մարգարյանը ամուսնացել է։ Նրա սիրելին Յուլիա Կուտեպովան DJ և պրոդյուսեր է։ Շաբաթներ առաջ զույգը կիսվել էր ուրախալի լուրով, հայտնելով, որ սպասում է իր առաջնեկին։ Արմանը գրել էր. «Մենք սպասում ենք նրան, ով արդեն փոխել է մեր կյանքը», լուսանկարին կից գրել էր հաղորդավարը։ Իսկ արդեն ժամեր առաջ Instagram-յան հարթակում դերասանուհի Էվելինա Շահիրյանը հետևյալ գրառումներ արել. «Հորաքույր եմ դարձել», գրել էր նա։ Ավելի ուշ Արմանը ևս հայտարարությամբ հանդես եկավ, հայտնելով, որ ծնվել է երեխան։ Նա գրել էր հետևյալը. «Պետք է լինես այնտեղ, երբ լույս աշխարհ է գալիս քո երեխան։ Ես համոզվել եմ, որ բոլոր տղամարդիկ պարտադիր պետք է ներկա լինեն իրենց երեխայի ծննդաբերությանը։ Պետք է տեսնես, թե ինչի միջով է անցնում կինը, մինչև երեխային լույս աշխարհ է բերում։ Այդ պահին դու ոչ միայն ականատես ես դառնում կյանքի հրաշքին, այլ նաև մասնակից ես դառնում դրան։ Դու տեսնում ես ցավը, ուժը, սերը և հերոսությունը նույն մարդուց, ում հետ կյանք ես կառուցել։ Վստահ ասում եմ, այն կապը, որ առաջանում է այդ պահից հետո, թե քո կնոջ, թե նորածին երեխայիդ հետ, այլևս երբեք չի կտրվելու։ Դու դառնում ես իսկական հայր, ոչ թե պարզապես պապա»։ Բուժքույրը, ով ներկա էր ծննդաբերության ժամանակ, զարմացած էր, ասաց. «Զարմանում եմ, որ հայ տղամարդ ես ու ներկա ես կնոջդ ծննդաբերությանը։ Սովորաբար հայ տղամարդիկ էստեղ լինում են հիվանդանոցի դիմաց, ընկերների հետ խմում են, մինչ կինը ծննդաբերում է։ Ասաց, որ ուրիշ ազգի տղամարդ չեմ տեսել, որ կինը ծննդաբերի, իսկ ինքը դրսում տոնի։ Ես ուզում եմ, որ սա փոխվի։ Տղամարդ լինելը նշանակում է լինել կնոջդ կողքին հենց այն պահին, երբ նա կյանք է տալիս ձեր երեխային», սոցիալական հարթակներում գրել էր Արման Մարգարյանը, այդպիսով հայտնելով բարի լուրի մասին։ Star News-ը շնորհավորում է զույգին, իսկ մենք հավելենք, որ այս ամուսնությունը Արմանի համար առաջինը չէ, և նրա որդիների միջև տարիքային տարբերությունը կլինի 20 տարի։ Տարիներ առաջ Արմանն առավել հաճախ էր մասնակցում տարբեր հարցազրույցների ու պատմում իր կյանքի մանրամասների մասին։ Հերթական անգամ Արմանը և նրա որդին են մասնակցել հարցազրույցի, որի ընթացքում պատմել են իրենց հարաբերությունների և ունեցած համատեղ հետաքրքրությունների մասին։ Լրագրողի հարցը հետևյալն էր. «Քանի տարեկան էիք, երբ հայր դարձաք։ Այդ զգացողություններից ու պատասխանատվության գիտակցումից կխոսե՞ք»։ 21 տարեկանում եմ հայր դարձել։ Ասեմ, որ այդ ժամանակ առանձնապես չէի գիտակցում երևույթի լրջությունը, որովհետև 21 տարեկան էի։ Երջանկության զգացողություն կար, որ կյանքդ փոխվում է, ավելանում է մի բան, որը երբեք չի եղել։ Գիտակցում ես, որ հեղինակել ես մի բան, որը շատ մարդկանց տրված չէ։ Հետո, երբ երեխադ սկսում է մեծանալ, ապա աստիճանաբար սկսում է քաղցրությունը, հոտերը, գիշերը չքնելը, բայց նաև երջանիկ լինելը։ Հիմա եկել է այն շրջանը, երբ ընկերություն պետք է անենք», նշել էր Արմանը։ Հաջորդ հարցը հետևյալն էր. «Դուք գերզբաղված հայրիկների բանակից եք, թե հասցնում եք ժամանակ տրամադրել Անրիին»։ «Ինչքան էլ զբաղված եմ, բայց օրվա մեծ մասը միասին ենք։ Երբեմն եթերի ժամանակ կուլիսներում է լինում։ Հանդիպումներին ևս փորձում ենք միասին գնալ։ Վստահաբար կարող եմ ասել, որ իրար չենք հասցնում կարոտել։ Որո՞նք են ձեր ընդհանուր հետաքրքրությունները»։ «Համակարգչային նույն խաղերն ենք սիրում խաղալ։ Մինչև հիմա այդ խաղերից ես էլ չեմ կշտացել։ Երաժշտության մասով էլի հիմնականում նույն բանն ենք լսում։ Հաճախ գնում ենք կինոթատրոնում ֆիլմ նայելու, իրարից սովորում ու նաև հետաքրքրություններով վարակվում ենք։ Հայր տեսակդ նման է քո հոր տեսակին։ Փորձենք զուգահեռներ տանել։ Շատ բաներով նման ենք, բայց նաև շատ տարբեր ենք։ Տերմինատոր 2-ը, որ դուրս եկավ, Արագած կինոթատրոնում հորս հետ գնացինք նայելու։ Այդ թվերին դա շատ մեծ բան էր ու շատ տպավորված էր։ Մեջս դա տպավորվել է։ Հիմա էլ ես եմ փորձում երբեմն օրիգինալ քաղցրություններով երես տալ երեխայիս։ Զրույցներից մեկում ասել էիք, որ պետք չէ մոռանալ, որ այն, ինչ այսօր ցույց են տալիս հեռուստատեսությամբ, վաղը տեսնելու ենք մեր երեխաների մեջ։ Ձեր հաղորդածը Անրիի մեջ տեսնում եք։ Իհարկե, անհամեստ կհնչի, բայց շատ լավ կլիներ, որ հաղորդածս տեսնեի։ Հիմա ինտերնետային դար է, ու ինչ հետաքրքրում է, մարդիկ դա են նայում։ Երբեմն ջղայնանում եմ, երբ տուն եմ մտնում ու տեսնում եմ հայկական սերիալ է միացված։ Կարևորը տղաս երջանիկ մարդ մեծանա, իսկ մնացածը այդքան էլ կարևոր չէ։ Ենթադրելի է,
որ պտուղը ծառից հեռու չի ընկնի։ Եթե Անրին որոշի ընտրել հաղորդավարի մասնագիտությունը, ապա կողմ կլինեք դրան։ Իր հետ խոսել ենք այդ թեմայով, ու հենց Անրին էլ տվել է ինձ այդ հարցը։ Ասում է, ես էլ եմ հաղորդավար դառնալու հայրիկ։ Ես իրեն ասացի, մի պարզ բան, որ հաղորդավար, եթե ուզում ես, ապա դարձիր, բայց խորհուրդ եմ տվել, որ դա որպես հիմնական մասնագիտություն չընտրի։ Ամենայն հարգանքով իմ մասնագիտությանը, բայց ուզում եմ, որ հաղորդավարությունը իր համար լինի որպես հոբի։ Հաղորդավարությունը թող չդառնա որպես գումար աշխատելու միակ միջոցը։ Առաջին սիրահարվածության մասին արդեն կիսվել է ձեզ հետ։ Հասել ենք ու դեռ մի բան էլ անցել ենք։ Մի օր ասաց, որ դասարանում 2 աղջիկ կա, ու երկուսն էլ հավանում է։ Ասաց, որ չի կողմնորոշվում, թե ում է սիրահարված։ Իսկ ինչ թեմաներ եք միասին քննարկում։ Հիմա եկել է տղայական թեմաներ շոշափելու ժամանակը։ Հնարավոր է, որ թվա շուտ է, բայց մարդը հարցեր է տալիս, որոնց պիտի պատասխան տամ։ Երբեմն պատասխանելուց առաջ թեման փոխում եմ, մի քիչ մտածում ու նոր միայն տալիս եմ հարցի պատասխանը։ Ինչուների տարիքում է հիմա, անկեղծացել էր Արման Մարգարյանը։ Դեռ տարիներ առաջ մի հարցազրույցի ժամանակ էլ հաղորդավար Արման Մարգարյանը ընտանեկան արխիվից լուսանկարներ է տեղադրել, նշելով, որ սերը դեպի կինոն ու թատրոնը իր մեջ արթնացրել են տատիկն ու մայրիկը, դե իսկ երաժշտական ճաշակը ձևավորվել է հայրիկի շնորհիվ։ Հետո արդեն մանրամասներ պատմել, թե ովքեր են ծնողները, տատիկը, իհարկե, ում մենք բոլորս ճանաչում ենք։ Հայրս Աշոտ Մարգարյանն է, նկարիչ է, ռոք երաժիշտ։ Իմ ու եղբորս մեջ սերը դեպի երաժշտությունը հորս միջոցով է առաջացել։ Մեր տանը միշտ լավ երաժշտություն է հնչել, կիթառով հավաքույթներն էլ անպակաս էին։ Մայրս Նայրա Շահինյանն է, մասնագիտությամբ դերասանուհի, հանդես է գալիս դրամատիկական թատրոնում, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանի դուստրն է։ Նրանց շնորհիվ ես ու եղբայրս մեծացել ենք թատրոնում և հանրային հեռուստաընկերությունում։ Երևի մասնագիտության ընտրությունը հենց այս ամենով էլ պայմանավորված է։ Երկուսս էլ ավարտել ենք Թատերական ինստիտուտը, եղբայրս որպես հեռուստատեսային ռեժիսոր, ես կինոյի և թատրոնի դերասան։ Եղբայրս Արեն Մարգարյանը DJ է, դեռ ամուսնացած չէ։ Ես Արման Մարգարյանս աշխատում եմ հանրային հեռուստաընկերությունում։ Տղաս Անրի Մարգարյանը հետաքրքրվում է ռոք երաժշտությամբ և սպորտով, մասնագիտության հարցում դեռ չի կողմնորոշվել։ Իր հարցազրույցներից մեկի ընթացքում տարիներ առաջ անկեղծացել էր Արման Մարգարյանը, իսկ Star News-ն այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։